շնորհակալություն, դուք նշեցիք կառավարության կողմից ներկայացված, ես ուղղակի հավելեմ, որ սա կարելի ասել նույնիսկ համատեղ ազգային ժողովի հետ բավական երկար քննարկված, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ բավական երկար քննարկված, բայց ուզում եմ շեշտադրել, ինքը հարկային վարչահայության ամենաառանցքային բարեփոխումներից է, ի օգուտ բիզնես միջավայրի լավացման, եւ այստեղ մենք այս նախագծով իրականում հարկային վարչահայության մտածողությունը ենք էապես փոխում, եւ եթե ավելի թիրախային ասեմ, խոսքը հատկապես նախնական հաշվարկներով հաղորդումների ներկայացման պրակտիկային է վերաբերում, որն ի դեպ արդեն իսկ անցած տարվա ընթացքում էապես փոխվել է, որոնք են եղել այն հիմնական խնդիրները, որոնք որ մասնավոր հատվածի հետ քննարկել ենք, խոսքը մի քանի խնդիրների մասին է, երկու մասի բաժան են խնդիրները, պետական եկամուտների կոմիտեի հետ շփումներում եւ քրեական գործի շրջանակներում արդեն քննչական կոմիտեի հետ շփումներում, պետական եկամուտների կոմիտեի տիրույթում ունեցել ենք մի իրավիճակ, որ քանի որ օրենսդրությամբ համապատասխան գործիքներ չեն եղել, նախնական հաշվարկներով կազմվել են պարտավորությունները եւ հանցագործության հատկանիշները բացահայտելու համար հիմնականում քրեական գործերի շրջանակում են քննվել եւ այդտեղ քանակը այդ գործերի տարեկան, որոնք որ գնացել է քննչական կոմիտե, ռեսուրսների սահմանափակման պայմաններում միշտ չի որ հնարավոր է եղել այդ ամբողջը կլանել եւ բացի դա միշտ չի որ այդ նախնական հաշվարկները բոլոր հնարավոր հիմնավորումները ամրապնդող ֆիլտրերը անցած են եղել եւ միշտ չի որ հարկ վճարողի լսելու իրավունքը ամբողջությամբ իրացված է եղել ես նշեմ որ դեռ այս միջև այս օրենքի ընդունում ինչպես նշեցի մենք պրակտիկայում սկսել ենք արդեն այդ հարկ վճարողի լսելու իրավունքը իրացնել քննարկումների միջոցով եւ նաեւ մի մասնագիտական խումբ ստեղծելու միջոցով պետական եկամուտների կոմիտեում որը ֆիլտրում է այդ նախնական հաշվարկները հիմա իրականում այդ պրակտիկան բերում ենք օրենսգրքի դաշտ մասնավորապես ինչ ենք առաջարկում մենք ասում ենք որ պետք է հնարավորություն տանք վարչական ակտ ձևավորելու կամ վարչական process-ի միջոցով անցկացնել այս նախնական հաշվարկների մի ահագին կտորը դրանց այդ թվի մասին ավելի կոնկրետ կխոսեմ այսինքն հարկային ծառայողը երբ որ վերլուծություն է իրականացնում կամ նախնական հաշվարկ է իրականացնում մինչև հաղորդում ներկայացնելը դա պետք է տանի կամերալ արձանագրության այնուհետև կամերալ արձանագրությունը ծանուցվում է հարկ վճարողին, հարկ վճարողի իրավունք ունի այդտեղից ձայնը բարձրացնել, այսինքն իր տեսակետը հայտնել, այնուհետև այդ տեսակետից հետո, եթե օրինակ կարիք է լինում թեմատիկ ուսումնասիրություն անել, թեմատիկ ուսումնասիրությունը բացել, թեմատիկ ուսումնասիրությունից հետո եւս հարկ վճարողին լսելու հնարավորություն կա արդեն հատկապես մեր բողոքարկման հանձնաժողովում, այսինքն մենք ասում ենք, որ նախնական հաշվարկների մի ծանրակշիռ մասը պետք է այս բոլոր process-ներով անցնեն, իսկ որպեսզի դա կյանքի կոչվի, երկու փոփոխություն պետք է անենք հարկային օրենսգրքում, մասնավորապես պետք է հաստատապես հայտնի լինելու հանգամանքը հանենք հարկային օրենսգրքից թեմատիկ ուսումնասիրությունների համար եւ տարեկան մեկ անգամ թեմատիկ ուսումնասիրություն անելու սահմանափակումը որը հնարավորություն կտա այդ նախնական հաշվարկները տանել այդ process-ով եւ խոսքը, տեսեք, տարեկան մոտ 1000 նախնական հաշվարկներ են նախնական հաշվարկներով հաղորդումներ են ներկայացվում կներեք 600 ոչ թե 1000 որտեղ 1000-ը ընդհանրապես հաղորդումներն են, որոնք նաև կոնկրետ հանցագործության էլեմենտներ ունեն։ Հիմա 600-ից առնվազն կեսը, այսինքն 300 առնվազն 300 դեպք տարեկան արդեն գնալու է վարչական գործընթացով այս ընդունելու պայմաններում եւ սա էապես թոթափելու է նաեւ այն ծանրաբեռնվածությունը, որը քննչական կոմիտեում է գոյանում նաեւ այս խոսքի հետևանքով, բայց պետք է նշեմ, որ սրանից նաեւ բացառություններ ենք նախատեսում, որովհետեւ իրականության մեջ կան դեպքեր, որ պետք է անհապաղ այդ քրեական վարույթները նախաձեռնել, մասնավորապես անհրաժեշտ է լինում ապացույցները պահպանել, թվային տվյալները հայտնաբերել եւ ապացույցների այդ ֆիքսման հետ կապված գործողությունները արագ իրականացնել եւ իհարկե եթե ունենք ողջամիտ կասկած որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի ոչնչացման կամ թաքցման սա առաջի կտորը երկրորդը վերաբերում է շատ լայն քննարկված շեմին գիտեք որ ներկայումս երկու շեմ ունենք
մասնավորապես խոսքը վերաբերում է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու խոշոր չափի համարվող շեմին, որը 10 միլիոնն է, եւ առանձնապես խոշորը, որը 20 միլիոնն է, եւ այստեղ մենք առաջարկում ենք պատմականորեն շատ էական դրական քայլ, 3 անգամ ավելացում 10 միլիոնից դեպի 30 միլիոն, ընդ որում մի կարևոր առանձնահատկություն ենք նաև այստեղ ավելացնում, 1 տարվա համար 30 միլիոն, 2 տարվա համար 45 միլիոն, այդ 2 տարիների մեջ իր տարեկան քայլի փոքրացումը նպատակ է հետապնդում նաև կարգապահության մեսիջ հաղորդել մեր հարկվճարողներին, եւ առանձնապես խոշորի դեպքում էլ արդեն խոսում ենք 50 միլիոնի մասին, այսինքն 20-ից դեպի 50 միլիոն, 2.5 անգամ ավելացման, դա 1 տարվա պարտավորությանն է վերաբերում, իսկ 2 տարիների համար 75 միլիոն։ Հիմա ինչ է տեղի ունենալու սրա արդյունքում, ըստ էության ապաքերականացման մեծ հիմքեր են ստեղծվելու, մասնավորապես քննչական կոմիտեի հետ մենք աշխատել ենք մոտ 500-ից 600 գործ կապաքերականացվի, իհարկե հարկվճարողի համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում էլ չի նախաձեռնվի այդ քերական գործերը, եւ իհարկե մենք արդեն այդտեղ պետք է աշխատանք անենք դրանց մեջ ֆիլտրելու այն դեպքերը, որոնք պետք է գնան են առաջին կետով իմ նշած վարչական process-ով։ Ինչ որ մասով այո, բայց դրանց մեջ պետք է ֆիլտրվեն այն գործերը, որոնք որ պետք է շարունակեն ուսումնասիրվել եւ իրական պատճառները բացահայտվել։ Ընդ որում առանձնապես խոշորի դեպքում արդեն այնտեղ սանկցիաների փոփոխության հարց կա, այսինքն ծանր սանկցիաները իջնում են արդեն միջին ծանրության են դառնում, եւ իհարկե երրորդ բարեփոխումը, որը քրեական դատավարության օրենսգրքում է տեղի ունենում, եւ այս խնդիրներին անդրադառնամ, հետո դրա լուծմանը անդրադառնամ, մենք բարբերաբար քննարկում ենք այն հարցը, որ բողոքներ են լինում հարկվճարողների մոտ, որ քննչական կոմիտեում այդ տարբեր ձևերով արգելադրումների սկսած կանխիկից վերջացած այլ ձևերով արգելադրումները երբեմն խանգարում են բիզնես գործունեությունը վարել եւ էական բացասական վնաս են հասցնում որոշ դրվագներում եւ այստեղ ինչ ենք անում, մենք արգելադրման նոր մոտեցում ենք առաջարկում, մասնավորապես առաջարկում ենք, որ բանկային երաշխիքը նույնպես կարող է որպես արգելադրման համար ակտիվ դիտարկվել, բացի այդ իրականում կար անորոշություն, արդյոք օրինակ արժեթղթերը հնարավոր է արգելադրել թե ոչ, դա էլ ենք ամբողջությամբ պարզաբանում, որովհետև քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում մանրամասն այդքան նշված չի, որ հատկապես որ արժեթղթերը կարան եւ այստեղ ասում ենք, որ ցանկացած տեղի արժեթուղթ, այդ թվում պարտատոմս եւ կորպորատիվ եւ պետական կարող է արգելադրվել, դա այս ֆինանսական գործիքների որպես արգելադրման միջոց առաջադրումը հնարավորություն է տալու, որ իրենք իրենց եկամուտները չկորցնեն այդ ընթացքում, միաժամանակ քրեական վարույթը ընթանա եւ բացահայտվի իրական հանցագործությունը եւ դրա պատճառները։ Եվ այս բոլորը միասին ըստ էության մեր բարեփոխումները, ինչպես դուք նշեցիք, պարոն Թունյան, առաջին փուլն է եւ սրանց կիրառությունից հետո մենք արդեն կգանք բարեփոխումների նոր փաթեթով հասկանալու թե էլ ինչ կա, որ պետք է բարելավենք այս մի քանի 3 օրենսգրքերում։ Շնորհակալություն, եթե հարցեր կան պատասխանել։